Վերջերս խորհրդարանում Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր ազգային ժողովի փոխնախագահ ընտրված Արամ Վարդևանյանը այսպիսի հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավորներին. 2021-ին բոլորդ հարգել եք ամենայն հայոց կաթողիկոսին, ով օրհնեց նորընտիր խորհրդարանը իր աղոթքով։ Հիմա լավ, ինչ եղավ։ Պատգամավորը ուզում էր հասկանալ, ի վերջո ինչ կատարվեց այս տարիների ընթացքում, որ ՔՊ-ն իր առաջնորդի հետ միասին սկսեց թիրախավորել թե հայ եկեղեցին, թե ամենայն հայոց կաթողիկոսին ու անգամ չբարեհաճեցին հրավիրել նրան նորընտիր խորհրդարանը օրհնելու համար։ Հայաստանի Հանրապետությունում այո կա մի իրավիճակ, որ վեհափառ հայրապետի դեմ քրեական վարույթ կա նախաձեռնված կարգալույծ անելու հարցով։ Նշված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Սա մի տիտանական ցավ է պատճառում եւ անարդարություն է, կարծում եմ շատ հազարավոր, 100 հազարավոր, միլիոնավոր հայերի համար։ Հիշեցնենք, որ եկեղեցու թիրախավորումը սկսվել էր ավելի վաղ, 2018-ից, երբ սրանք եկան իշխանության։ Դրա մասին է փաստում Նոր Հայաստան, Նոր Հայրապետ հակաեկեղեցական շարժումը, որն ուղղորդվել է Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի կողմից։ Այդ մասին իր հարցազրույցներից մեկում ժամանակին ասել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Սակայն եթե 2018-ին եկեղեցու թիրախավորումը թաքնված էր արվում, ապա 2025-ից հարձակումը դարձավ բացահայտ։ Այն ուղեկցվեց ՔՊ-ականների ու նրանց պարագլխի հայհոյախոսություններով, վարկաբեկիչ լուրեր տարածելով, տիրադավերին իր շուրջը հավաքելով ու փորձելով եկեղեցին ներսից պառակտել։ Եվ ուրեմն, ինչ կատարվեց։ Բերենք մի քանի փաստ։ 2022-ի հոկտեմբեր Պրահայում Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս եւ հայտարարեց. նախկիններն են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, մենք պետք է դրա հետ առերեսվենք։ 2023 թվական ապրիլ Արցախը ծանր օրեր էր ապրում, գտնվելով ադրբեջանական բլոկադայի մեջ։ Այդ օրերին լրագրողների հետ հարցազրույցում ահա թե ինչ է ասում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Արցախի խնդիրը մեր ժողովրդին հուզող ամենակարևոր հարցն է, խնդիրն է։ Եվ այս առումով անշուշտ հստակ է մեր ժողովրդի հայաստանաբնակ եւ աշխարհասփյուր մեր ժողովրդի վերաբերմունքը, որ ամեն գնով պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ անկախ ապրելու իրավունքը։ Նույն հարցազրույցում վեհափառը հայտարարում է. ես չեմ կարող պատկերացնել Արցախը Ադրբեջանի կազմում։ Լսենք կաթողիկոսի խոսքը։ Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որովհետև դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն։ Դա կնշանակի հայաթափում Արցախի մեր ժողովրդի։ Եվ մենք ամեն ջանք, ամեն գործ պիտի ներդնենք, որպեսզի կարողանանք միջազգային նորմերի եւ օրենքների շրջագծում ապահովել Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը։ Արցախի կորուստը մեծ ցավ է ամեն արժանապատիվ հայի ու բնականաբար հայ ժողովրդի հովվապետի համար։ Եվ մեր եկեղեցին իր պարտքը համարեց իր հնարավորությունների սահմաններում տեր կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, նրա հոգևոր մշակութային ժառանգությանը, ինչը բարբարոսաբար քանդում է ցեղասպան Ադրբեջանը, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը շարունակում է լռել։ 2025 թվական մայիս ամենայն հայոց կաթողիկոսի առաջարկով եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպում է կրոնական ազատություն հայկական հոգևոր մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում խորագրով միջազգային համաժողով։ Այդ միջոցառման ընթացքում վեհափառը հայտարարում է. մեջբերեմ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագործություն, բռնազավթել եւ ամբողջապես հայաթափել է Արցախը, գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ,
Խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։ Միջբերման ավարտ։ Գարեգին II այս հայտարարությունից հետո չուշացավ Ադրբեջանի մոլլայի զրպարտչական հայտարարությունը։ Փաշազադեն թիրախավորեց Գարեգին II-ին և հայտարարեց, թե իբր հայ եկեղեցին խանգարում է տարածաշրջանի խաղաղությանը։ Մոլլայի կեղծ խոսքերից հետո Փաշինյանն անցավ գործի, սկսելով իր հակաեկեղեցական արշավը։ Կարծում ենք սրանք փաստեր են, որոնք բավարար են հասկանալու, թե ինչու են Ալիևը, Փաշազադեն, Փաշինյանը թիրախավորել ամենայն հայոց կաթողիկոսին։ Հայք Նյուզ լրատվական։